Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, սիրով տեղեկացնում եմ, որ առաքելությամբ կին հաղորդաշարը սկսում է իր նոր եթերաշրջանը։ Իսկ ձեզ հետ եմ ես Իզաբելես եւ մեր առաջին հյուրը հաղորդման գեղեցկուհի, մոդել, ինֆլուենսեր Անժելիկա Մանուկյանն է։ Ողջույն Անժելիկա։ Ողջույն Իզաբելա, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով առաջին եթերաշրջանը հենց ուզում էի, որ քո նման գեղեցիկ, ուժեղ, իրենից ինչ-որ մի բան ներկայացնող աղջիկ լիներ մեր մոտ, որպեսզի մնացած աղջիկները դիտելիս մեր հաղորդումը ոգևորվեն քեզ նայելիս եւ անցնեն առաջ իրենց նպատակների ետևից։ Եվ առաջին հարցը, եթե դեմ չես, միանգամից քեզ հղեմ, մուտքը դեպի մոդելային աշխարհ ինչպես է եղել։ Իրականում մոդելինգը շատ հանկարծակի եմ կյանք մտել, իմ պլաններում նույնիսկ տենց բան չկար։ Ամեն ինչ սկսեց մի դիմահարդարումից, երբ որ մի դիմահարդար աղջիկ կանչեց ինձ իր մոտ, նկարեց իր աշխատանքը իմ վրա եւ տեղադրեց իր ինստագրամյան էջում։ Դրանից հետո մի հայ դիզայներ ինձ տեսել էր իր էջում եւ այդ աղջկա միջոցով կանչել էր նկարահանման։ Այդ եղել է իմ առաջին պրոֆեսիոնալ նկարահանումը, ու հիշում եմ այդ նկարահանման վերջում արդեն սպառված էի, որովհետեւ չգիտեի ինչ դիրքեր էլ կարելի անել։ Ու իմ լուսանկարչին ասում եմ, երևի վատ է, չէ՞, ամեն ինչ մոտս լավ չի ստացվում, իմ առաջին նկարահանումն է։ Ու ինքը զարմանում է, ասում է ոնց իրոք առաջինն է, ինձ մոտ նստվածներ, որ դու արդեն փորձ ունես այս ոլորտում, ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Ու ես այդ խոսքերից հետո շատ եմ մոտիվացվում, ոգևորվում եմ, որովհետև նկարահանման ընթացքում արդեն հասկացել էի, որ ինձ այդ շատ է դուր գալիս, ես հաստատ կարամ աշխատեմ այս ոլորտում։ Մյուս առաջարկը արդեն ստանում եմ հենց այդ լուսանկարչից ու ոնց որ տենց սկսում է իմ մոդելային կարիերան։ Իսկ քանի տարեկան էիր։ 17 տարեկան էի այդ ժամանակ, ուսանող էի դեռ, ու չնայած նրան, որ ես հետո ստացա իմ բարձրագույն կրթությունը, բայց ընթացքում արդեն իմ ուսման հետ համատեղում էի նկարահանումները ու հասկացա, որ ես հաստատ այդ ոլորտի մեջ եմ մնալու ու շարունակելու եմ այդտեղ աշխատել։ Հետո արդեն բացում եմ իմ ինստագրամյան էջը, տեղադրում եմ իմ նկարահանումներից կադրեր ու ստանում եմ արդեն մյուս առաջարկների ինստագրամով, տարբեր ոլորտներում սկսում եմ նկարահանվել։ Հեռուստադիտողներին մի գաղտնիք եմ ուզում բացել, բացի նրանից, որ դու իմ առաջին հյուրն ես, նաև իմ մտերիմ ընկերուհիներից ես, եւ այդ իսկ պատճառով ես գիտեմ, որ դու նաև փորձ ես ունեցել նկարահանվելու Մոխրոտի երազներ նախագծում։ Այդ իսկ պատճառով ուզում եմ այսպես հարցս ձևակերպել. Մոխրոտի երազներից ինչ կհիշես, ինչ կպատմես եւ ինչ հարաբերություններ ունես Դիանա Գրիգորյանի հետ, ինչ համագործակցություն է եղել ձեր միջև։ Մոխրոտի երազները նույնպես նույն պատասխանն եմ տալու, բայց շատ հանկարծակի է ստացվել։ Ուրեմն ինձ զանգահարում են կաստինգի ընկերությունից ու կանչում են կաստինգի գլխավոր դերասանուհու համար։ Ես համաձայնվում եմ, գնում եմ, բայց ինչ որ ակնկալիքներ չունեի, դենց էի տրամադրված, որ եթե ստացվի լավ է, եթե չէ ոչինչ, ես չեմ նեղվելու դրանից։ Կաստինգից դուրս եմ գալիս, մի քանի ժամ հետո ինձ զանգում են, ասում են հաստատվել եք։ Ես իհարկե ոգևորվում եմ դրանից ու ընդունում եմ այդ առաջարկը, որովհետև շատ լավ հնարավորություն էր ինձ համար, ինձ նոր կողմից բացահայտելու, այսինքն մոդելինգից բացի, նաև ինձ սերիալում տեսնելը իմ համար էլ էր դա լինելու լավ փորձ։ Իրականում սերիալի նկարահանումները ինձ հեշտ էին տրվում, որովհետև տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունեի, տեքստեր հիշելու խնդիր չունեի ու ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր։ Իսկ Դիանա Գրիգորյանի հետ աշխատելը հեշտ էր։ Ես գիտեմ, որ կիսատ է մնացել քո մուտքը սերիալում։ Այդ իսկ պատճառով հետաքրքիր է ինչն էր պատճառը, որ դուրս ես եկել։ Ես հենց պատասխանեմ այդ հարցին, ես իմ աշխատանքին միշտ շատ պատասխանատու եմ վերաբերվում ու իմ դիմացինից ակնկալում եմ նույնը։ Ու երբ որ այդ հավասարակշռությունը չի պահպանվում աշխատանքի մեջ, տարաձայնությունները անխուսափելի են դառնում։ Բայց իմ համար այդ արդեն փակված էջ է, շատ ժամանակ անցել, ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնամ։ Ուղղակի ուրախ եմ, որ այդ փորձը ունեցել եմ ու շարունակում եմ իմ ճանապարհը։ Ժամանակակից կնոջ ստանդարտների մասին եմ ուզում խոսել, ինչպես ես տեսնում կնոջ գեղեցկությունը, առհասարակ ինչպես ես տեսնում կին առաքելությունը, կնոջ առաքելությունը եւ առհասարակ ինչ ես պատկերացնում կին ասելիս։ Եթե խոսենք գեղեցկության ստանդարտներից, ես մարդուն երբեք արտաքինով չեմ դատում, դրա համար մի քիչ բարդ է պատասխանել այդ հարցին,
Իմ համար գեղեցկությունը սկսում է ներսից, երբ որ մարդու հոգին մաքուր է, երբ որ ինքը բարի է, մարդու արժեքներից է սկսում այդ գեղեցկությունը։ Եթե ուղղակի արտաքինով դատենք, խնամված լինելը իմ համար արդեն գեղեցկություն է։ Հա, մանավանդ հիմա, որ 21-րդ դարում ուղղակի անհնարին է տգեղ լինելը, համամիտ եմ քեզ հետ։ Մի քիչ մոտիկանանք անձնականին, ինչպիսի տղամարդ ես պատկերացնում քո կողքին։ Դե ես գիտեմ ինչ տեսակի ես պատկերացնում, բայց քեզ ավելի բացահայտելու համար ուզում եմ հասկանամ հեռուստադիտողը ավելի քեզ բացահայտի, ինչ տեսակի տղամարդ ես դու քո կողքին տեսնում ու առհասարակ տղամարդու որակների մասին, ինչ կասես։ Տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ հասունությունը, պատասխանատվության զգացողությունը ու կայունությունը։ Երբ որ այդ երեքը չկան, ինձ թվում է մնացածի մասին խոսելը անիմաստ է արդեն։ Ես չեմ պատկերացնում իմ կողքին տղամարդ, ով ինձ ինչ-որ հարցերում կսահմանափակի, այլ ոչ թե ինձ կոգևորի, կոգեշնչի, որ ես առաջ գնամ օրինակ իմ կարիերայի մեջ։ Իսկ ո՞նց ես վերաբերվում այն փաստին, որ հիմա ամեն ինչ հասանելի է եւ տղամարդիկ չեն պայքարում, ոնց որ առաջ էին պայքարում մեր մայրերի ժամանակ, մեր հայրերը ինչպես ինչ ջանք ու եռանդ էին, չէ, ներդրում, որպեսզի հասնեին այդ կնոջը, իրանց սիրած կնոջը, իսկ հիմա հասանելիությունը այնքան շատ է, որ տղամարդիկ օրինակ շուտ հիասթափվում են, շուտ փոխում են իրենց կողակցին, մի տեսակ այդ սեր Աստվածը ավելի մակերեսորեն են նայում, ինչ կասես այդ դրա հետ կապված։ Ես համաձայն եմ, որ հիմա փոխվել է ամեն ինչ ու իրոք տղամարդիկ ուզում են հեշտ ու արագ հասնեն աղջկան, բայց դրա համար ոչ մի բան չանեն։ Բայց իրականում ինձ թվում է, եթե մարդը իսկականից սիրի, տղամարդը եթե սիրի, ամեն ինչ էլ պատրաստ է անի աղջկա համար, երկար սպասի ու հավատարիմ լինի, ես իրոք հավատում եմ իրական սիրուն։ Ինձ թվում է, եթե ինչ-որ բան տենց ժամանակավոր է կյանքում լինում, ուրեմն այդ մարդը քոնը չէր ուղղակի, քեզ տրվել էր ինչ-որ փորձի համար։ Դաս քաղելու համար, հա։ Շատ լավ, ինչ է քեզ պակասում երջանիկ լինելու համար։ Ես իրականում ինձ լիարժեք երջանիկ մարդ եմ համարում, ինչի, որովհետև իմ համար երջանկությունը իմ ընտանիքն է, իմ ընկերները, իմ տունը, իմ շունը ու իմ աշխատանքը, նաև աշխատանքի մեջ հաջողությունները։ Ու ես իրոք շրջապատված եմ այդ ամենով ու ամեն ինչի համար միշտ շնորհակալ եմ Աստծուն, դրա համար ես բողոքելու տեղ չունեմ, որ ես երջանիկ չեմ ինչ-որ հարցում։ Բայց եթե նայենք տենց մի քիչ ուրիշ կողմից, կուզենա երևի մտքերս ավելի հանդարտ լինեն, որովհետև ես անդադար 24/7 մտածում եմ, ինչ-որ գործողություններ եմ անում ու սպառվում եմ դրանից։ Բայց չի ասի, որ այդ ինձ խանգարում է լիարժեք որ լինեմ։ Շատ լավ, իսկ այդ մտքերում անընդհատ, որ մնում ես ինքդ քո հետ մենակ, այդ մտքերը դեպի ուր են ուղղված։ Այս պահին նենց փուլ եմ կյանքում, որ բոլոր մտքերը աշխատանքի մեջ են։ Ես ուղղակի միշտ ինչ-որ նոր բաներ եմ մտածում, ինչ կարելի անել, ինչը ինձ օգուտ կբերի ու ամբողջ օրը մտածում մենակ աշխատանքի մասին։ Շատ լավ, հիմա մի հատ սենց հարց եմ տալիս, որը հարցաշարից դուրս է, ընդամենը այն աղջիկներին, կանանց, ով ինչ-որ մի հատ վատ փուլում է հիմա, ինչ խորհուրդ կտաս, ոնց օրինակ այդ մտքերից ազատվի, օրինակ այդ մտքերը, որ քեզ տանջում են, ենթադրենք, դու փորձում ես քեզ ինչ-որ մի բան առօրյայում փոխես, չէ, որ այդ մտքերը հիմա դու ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր այդ նույն իրավիճակում են ու ինչ-որ մի բան իրանց խանգարում է առաջ գնալու համար։ Իրականում իմ կյանքում եղել է տենց բարդ փուլ, երբ որ ես չգիտեի մյուս քայլը ինչ պետք է անեմ, ինչ որ ճահիճում էի հայտնվել ու ամեն օրս նույնն էր, ու էլի տենց շատ խառը մտքերով, միակ բանը, որ ինձ փրկել է, ավելի շուտ միակ բանը չէ, բայց առաջին հերթին պետք է օրը զբաղացնես, ինչով որ կարող ես, լինի դա սպորտ, նկարչություն, պար, ցանկացած բան։ Ընկերներիդ հետ շատ ժամանակ անցկացնես։ Օրինակ ես նենց մարդ եմ, եթե ինձ մի բան տանջում է իմ հոգու մեջ, ես չեմ կարող կիսվեմ դրա մասին։ Ես իմ մեջ եմ պահում, բայց իմ ընկերների հետ ժամանակ անցկացնելը ինձ ոնց որ այդ մտքերից ցրում է ավելի։ Ու աղոթքը երևի։ Իրոք ես դրա մեջ ուժ եմ գտնում։ Ես հավատում եմ, որ աղոթում ես ու քո խնդիրները կիսում ես
բարդություններդ կիսում ես ու հետո արդեն կստանաս մի նոր դուռ, որը քո առաջ կբացվի։ Իսկ աղոթքը պարտադիր է եկեղեցում ըստ քեզ։ Չէ, ընդհանրապես պարտադիր չի, բայց լինում անենց պահեր, որ սրտանց ուզում եմ եկեղեցի գնամ։ Ես կարամ տանն էլ աղոթեմ, կարամ ցանկացած վայրում էլ աղոթեմ, իմ մտքերում դա լինի, բայց լինում է անենց պահեր, որ ես կուզենամ հենց եկեղեցում այդ աղոթքը անեմ։ Շնորհակալ եմ քեզ անկեղծ հարցազրույցի համար եւ մեր եթերաշրջանում կան բլից հարցեր։ Ես հիմա շատ արագ կընթերցեմ, դու շատ արագ պետքա պատասխանես։ Ինչը, ահա, շատ կարճ, այն որ ինչ առաջինը քո մտքին եկավ, այդպես հենց պատասխանը տուր, լավ։ Շատ լավ։ Անժելիկա ջան, ինչ ես կարծում, որն է կնոջ առաքելությունը։ Ինձ թվում է 21-րդ դարում մենք բոլորս արդեն սովորել ենք, որ կինը պետք է լինի հաջողակ եւ ուժեղ, բայց իմ համար դա մի քիչ տղամարդկային էներգիա է ավելի, ու կնոջ առաքելությունը ինձ համար թույլ լինելն է։ Կարծում եմ շատ աղջիկներ ու կանայք այս վերջերս մոռացել են ինչա դա նշանակում։ Համամիտ եմ քեզ հետ, լիովին։ Ինքդ քեզ ինչ երևույթի հետ ես համեմատում։ Կհամեմատեմ ինձ ծովի հետ, որովհետև ես իմ մեջ ունեմ նենց խորություն, ոնց որ ծովը, որը շատ ժամանակ մարդկանց ցույց չեմ տալիս, ու ծովի ալիքների հետ, որովհետև ես պահի տակ կարամ լինեմ շատ բուռն, էմոցիոնալ ու ուժեղ, բայց հաջորդ պահին կարամ լինեմ շատ հանգիստ, ցենց հանդարտվեմ ու վերջ։ Պատմական որ կնոջ կյանքով կուզենայիր ապրել 1 օր։ Եթե ընդամենը 1 օրով Կոկո Շանելի, որովհետև նա փոխել է գեղեցկության, նորաձևության ու ազատության ստանդարտները կանանց մեջ, ու ես շատ կուզեի զգալ այն ամենը, ինչ որ ինքը զգացել է այն պահին, երբ գիտակցել է, որ իր արած փոփոխությունները արդեն տարածվում են ամբողջ աշխարհով։ Շատ լավ։ Իսկ քո կյանքի կարգախոսը։ Ռուսերեն մի հատ շատ լավ արտահայտություն կա, «Всё, что не делается, всё к лучшему»։ Ու ես շատ անգամ այդին վրա զգացել եմ, ու երբ որ իմ կյանքում մի բան իմ ուզածով կամ իմ պլանավորածով չի գնում, առաջին հերթին միշտ այդ արտահայտությունն է իմ մտքին գալիս։ Հիմա մի հատ sense հարց եմ տալիս։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև շարունակիր։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև ուղղակի ես սիրում եմ ապրել։ Ես սիրում եմ զգալ էմոցիաներ, սիրում եմ զգալ կյանքի յուրաքանչյուր պահը, ու սիրում եմ հենց այն կյանքը, որով ես եմ ապրում։ Ինձ թվում է, որ քեզ բացահայտեցին թե այն մարդիկ, ովքեր քեզ շատ են սիրում, հետևորդներդ, եւ այն մարդիկ, ով չեն սիրում, բայց հետևում են։ Եվ ինչ եմ ուզում ցանկանալ մեր հայ կանանց, որ իրենք լինեն ել ավելի վստահ իրենց քայլերում, եթե ինչ-որ մի բան չի ստացվում, կարծում եմ, որ փորձեն կրկին եւ իրենց մոտ անպայման կստացվի, մի ընկճվեք։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ ձեզ հետ էր առաքելությամբ կինը հաղորդաշարը եւ մեր հյուրն էր Անժելիկա Մանուկյանը։